եթե Մելիքյանը հերուն մտածեր, որ կարող է գալ այդ պահը եւ նա գլխավորի հավաքականը այս ղեկավարության օրոք, այդ արտահայտությունները չպետք է աներ։ Քեզ հիմնականում մեղադրում են, որ դու այս իշխանության ժամանակ, ֆուտբոլային իշխանության ժամանակ ավելի համարձակ ընդդիմություն ես, քան նախորդ։ Փակել են ազգային հավաքականը, դարձրել են չգիտեմ, մի հատ այնպես պետական պահպանվող տարածք։ Կբարձրաձայնես Մելիք Բեկյանի հետ կոնֆլիկտը ինչի շուրջ է եղել։ Մարդը արդար կերպով չի հավաքում անհրաժեշտ քանակությամբ ձայներ եւ դառնում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, արդեն սխալ է ամեն ինչ։ Յուրաքանչյուր ղեկավար ֆուտբոլի ֆեդերացիայի հասկանում է, որ նրան տրված է ժամանակ, այդ ժամանակը կարճ է եւ շատ կարճ ժամանակում պետք է մարդկանց համոզել, որ ես շատ մեծ աշխատանք եմ կատարել կամ կատարելու եմ։ Գալիս են շատ կասկածելի լեգիոնականներ, զբաղվում են շատ կասկածելի գործերով եւ այստեղից ունենում ենք ինչ հայ ֆուտբոլիստների խիստ պակաս։ Ինչու այդքան գումար վճարեցին թե ծրագրին, թե Մելենդեսին նրա օգնականների հետ միասին եւ ինչու մի օր այդ մարդիկ գնացին, այդպես էլ չհասկացանք այդ ծրագիրը ինչ էր։ Ես գտնում եմ, որ Վարդգես Վարդանյանը հասնելու է իր նպատակին։ Ողջույն ֆուտբոլ սիրող բոլոր մարդկանց, ֆուտբոլի մասին այսօր խոսելու ենք հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Էդուարդ Կալանթարյանի հետ, նաև հայտնի մեկնաբան, երկարատևյալ մարզական լրագրող, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիր հրավերը, վաղուց չէինք զրուցել։ Ես էլ եմ շնորհակալ։ Մերսի։ Մի քանի օրից Հայաստանի ազգային հավաքականը խաղալու է ընտրական փուլի վերջին երկու հանդիպումը եւ դու մեկնաբանում ես հավաքականի հիմնական խաղերը։ Ինձ հետաքրքիր է զուտ քեզ համար այս ընտրափուլից առաջ եւ մինչեւ այս պահը սպասելիքները եւ արդարացումները ինչպիսին են։ Պետք է ցավով նշեմ, որ բոլոր սպասելիքները իրականում են, այսինքն ես կանխատեսել էի մեկ հաղթանակ ընտրական փուլում եւ այդ հաղթանակը ստացվեց որ շուտ տարանք երկրորդ խաղում խաղից հետո էլ ասացի որ երևի մենք մեր միակ հաղթանակը արդեն տարել ենք ու առայժմ այդպես գնում է վատատեսական կանխատեսում թող համարեն բայց ես սիրում եմ ամեն ինչ ասել այնպես ինչպես պատկերացնում եմ ինչի եթե ասեմ մենք 3 հաղթանակ կտոնենք չգիտեմ 2 ոչ ոքի խանկ դուրս կգանք դրանից ավելի հայրենասեր եմ դառնալու իհարկե ոչ թող գան ժամանակները, երբ մենք ավելի ուժեղ թիմ կունենանք եւ ավելի համարձակ կանխատեսում կանեմ, բայց հուսանք վերջին երկու խաղում մեր հավաքականը իմ կանխատեսում ամեն դեպքում կփոխի եւ ավելի լավը կլինի, քան ես ասում եի։ Կան ավանդույթներ, չէ, որ ինչ որ հավաքականների դրսում վատ են խաղում, Իռլանդիայի հետ միշտ վատ են խաղում դրսում, տանը համեմատաբար միշտ կարմիր ենք ստանում։ Այո, տանը համեմատաբար լավ են խաղում, ու ները կանխազգացում, որ հենց Իռլանդիան է մեզ միավորներ բերելու։ Տնային խաղում։ Տնային խաղում, այո, ես հենց այդ խաղի վրա հույս ես դրել, որ մենք այդ խաղում կարող ենք 3 մի օր վաստակել ու թեև հեշտ չստացվեց, բայց մենք հաղթեցինք։ Իսկ մրցակցի դաշտում ես ամբողջությամբ պատկերացնում եմ, որ այլ տեսակի խաղ է լինելու։ Իհարկե ինձ շատ վատ կողմից զարմացրեց Իռլանդիայի հավաքականը, որ առաջին խաղակեսում ընդհանրապես տանտիրոջ կարգավիճակ կարծես չուներ, ճնշում չկար եւ ինձ համար կրկնակից հավալի էր, որ ավելի համարձակ ֆուտբոլ առաջին կեսում Հայաստանի հավաքականը չխաղաց, թեև վստահ եմ, որ եթե խաղար մենք կարող էինք գոլեր խփել եւ ունենալ առավելություն, բայց շատ հստակ զգացվեց ինչեր Երեշե Մելիքյանը ծրագրել, նա երկրորդ խաղակեսի վրա էր հույսը դրել, ավելի համարձակ խաղալու, բոլոր ծրագրերը խախտեց կարմիր քարտը, չգիտեմ ինչ կլիներ, եթե չլիներ կարմիրը, բայց այն որ Մելիքյանի ծրագիրը կյանքի կոչել չկարողացան, դա փաստ էր։ Իսկ Իռլանդիան ես կարծում էի ամեն դեպքում ավելի մեծ ճնշում կգործադրի ու չնայած այդ ճնշումը չեղավ, նրանք շատ արագ իրականությանը հարմարվեցին, թվային առավելություն, քանակական առավելություն ստացան եւ մեկ փոխանցումը գլխի հարվածով եզրափակումը, ինչը նրանք միշտ կարողանում են, արեցին ու հաղթեցին։ Ինչ սպասենք Հունգարիայի տնային եւ Պորտուգալիայի արտագնախաղերից։ Երևի պետք է սպասել ավելի անկաշկանդ ֆուտբոլ մեր հավաքականի կատարմամբ, որովհետեւ ըստ էության պետք է որ գիտակցած լինեն բոլորը այս խմբից դուրս գալը, եթե անգամ հնարավոր էր, ապա հրաշքեր նման։ Դեռ մաթեմատիկական շանսեր հասկանալի է կան, բայց 4 խաղ անցավ եւ մենք
երևի հերթական անգամ պետք է համոզված լինենք, որ դեռ պատրաստ չենք նման խմբերից դուրս գալ, նման խոշոր մրցաշարի մասնակցել։ Եվ եթե այդ բեռը ֆուտբոլիստների մարզչի ուսերի վրայից ընկնի, նրանք հասկանան, որ հիմա ամբողջ ազգը նստած չի սպասում, որ հիմա մեկին կհաղթեն, Պորտուգալիային պետք չի, ոչ ոքի կտա մեզ, եւ մենք 4 մի օր կվաստակենք ու հնարավոր է մյուս խաղերի այսպես դասավորելի դեպքում դուրս գանք, այդ ամենը եթե չլինի, ավելի հանգիստ ֆուտբոլ խաղան, ես կարծում եմ, որ եթե անգամ արդյունքը դրական չլինի, գոնե խաղում դրական առաջընթաց կտեսնենք, ավելի հետաքրքիր ֆուտբոլ կխաղա, ավելի միգուցե շատ գոլեր կխփի մեր հավաքականը եւ կուրախացնի երկրպագուներին, հատկապես այստեղից Պորտուգալիայի դրսում ես չեմ կարծում, որ եթե պորտուգալացիներն այդ պահին արդեն ապահովված լինեն, ինչ որ նվերներ են մատուցելու, միևնույն է իրենք խաղալու են ֆուտբոլ։ Ամեն ընտրափուլից հետո գրեթե միշտ նույն կարծիքն է հնչում, որ մենք թիմ ենք կառուցում, այս խումբը ուժեղ էր, կամ մարզիչ է հեռացվում, կամ չի հեռացվում, եթե նույն պատասխաններից սպասենք, երևի թե մարզիչին ժամանակ տվեք աշխատելու, կամ մենք չունենք լավ սերունդ։ Ես միշտ այսպես պաշտոնյա մարդկանցից, ովքեր տարիներ առաջ վստահ ասում էին, որ մեր հավաքականը հեսա լինելու է եսին որտեղ, լսում եմ, որ դե որ սերունդ չկա, ինչ անել եւ այլն եւ այլն։ Ինչ որ բան ըստ քեզ կփոխվի մեր ֆուտբոլում, թե ուղղակի եւս 2 տարի պետք է սպասենք մյուս ընտրափուլին։ Խոսքը մոտակա ժամանակաշրջանի մասին։ Այս ընտրափուլը, եթե համարենք ձախողած, եթե համարենք Ես իրականում չեմ համարում ձախողած այս ընտրական մրցափուլը, որովհետև ձախողած լինում է այն դեպքում, եթե ինչ-որ խնդիր է դրված, օրինակ դուրս գալ աշխարհի արդյունքային եզրափակիչ փուլ եւ դուրս չեկանք, դա ձախողած է։ Մեր առաջ խնդիր դրված չէ։ Իհարկե, ես կարծում եմ, որ միգուցե ներքին խոսակցություններում Երեշե Մելիքյանի արչև դրվել է նման խնդիր, բայց Մելիքյանը ինքը ամենայն դեպս արդար գտնվեց մրցափոլից առաջ ասաց, որ շատ արագ արդյունք չակնկալ եք հավաքականից, որովհետև շատ բան կա դեռ փոխելու, կառուցելու, իսկ այո, ինչպես ճիշտ նշեցիր, եթե մարզչին չեն տալիս ժամանակ, հետո մյուսը գալիս է նույն սցենարով, նույն բաներն ասում է ժողովրդին, այսինքն եթե ուզում եք ինչ որ բան ապացուցել, թող մարզիչը 2, 3, 4 ընտրական փուլ, արանքներում նաև ազգերի լիգայի խաղարկություն աշխատի եւ եթե այդ ժամանակահատվածն էլ հերիք չլինի, նոր կհասկանաք, որ ամեն ինչ այլ կողմից է գալիս խնդիրը։ Դու կողմնակից ես, որ ցանկացած մարզչի պետք է հնարավորություն։ Ոչ ցանկացած մարզչի, իհարկե Ես հիշում եմ, եթե գալիս է մարզիչ, որը միանգամից հասկանում ես, որ կապ չուներ մեր հավաքականի հետ, այո, միգուցե նրան շատ արագ հեռացնելը իմաստ ունի, բայց այստեղ էլ հարց ինչու եք նրան բերում, եթե պետք է համապատասխան չլիներ, օրինակ ինչպես եղավ Ջոն Վանցխիպի հետ։ Շատ ակնհայտ էր, որ այդ մարզչին հրավիրեցին, որովհետև վերջին պահին այլ տարբերակ չունեին, ինչ որ միտեղից գտան, ինչ որ մեկին գտան, բերեցին, թեև ինքը վատ մասնագետ չէ, հասկանում ես, ինքը Հայաստանի հավաքականի մակարդակի համար բավականին նորմալ մարզիչ էր, բայց քանի որ արագ արդյունք չստացվեց, ինչ որ բան իրավիճակը փրկել պետք էր, ֆուտբոլի ֆեդերացիայի վրա հսկայական ճնշում կար, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի գլխավոր ցուցիչը ցավոք սրտի ազգային հավաքականի ելույթն է, թեև տակը այնքան շատ խնդիր կա, որ դա ոչ մեկ չի նկատում, երբ հավաքականը խաղում է։ Ու ինչ որ բան փոխելու համար, մարդկանց հանգստացնելու համար հանեցին հոլանդացում, բերեցին Մելիքյանին, ասացին, խնդրեմ, սա ձեր Մելիքյանը, ուզում եք, հիմա տեսնենք ինչ է լինելու։ Այստեղ եթե տուժի, ամենայն հավանականությամբ կտուժի, ինքը Մելիքյանը կտուժի, որովհետև իր վրա վերցրել է շատ մեծ բեռ, եթե չստացվի ասելու են, դե տեսնում ես, ասում է իր ինձ շանս տվեք, բայց չկարողացար, իսկ ֆուտբոլի ֆեդերացիան չոր դուրս կգա իրավիճակից, կասի, որ մենք գնացինք սկզբունքներին դեմ, բերեցինք Երեշե Մելիքյանի, որի հետ մենք ակնհայտ կոնֆլիկտ ունեինք, բայց տեսնում եք, որ սա էլ չօգնեց։ Իրենք ամեն դեպքում շահելու են, իսկ մարզիչը ոչ։ Ես հիշում եմ, երբ Բեռնար Շալանն էր գլխավորում հավաքականը, դու այն լրագրողներից էիր, ովքեր այսպես անգամ պնդում էր, որ ժամանակն է, որ նա հեռանա։ Դու ուզում էիր, հա, բայց նա կարծեմ 1 տարի էլ չաշխատեց։ Գիտես տարբերությունը որն է, որի տարբերություն շատերի, չեմ ասում կոնկրետ մարդկանց, ես իմ սխալները ընդունել կարողանում եմ։ Ես այո շատ ակտիվ քննադատում էի Բեռնար Շալանդին, որովհետև այն ժամանակ ես այդպես էի պատկերացնում, որ նա չի կարողանում ստանալ հետաքրքիր խաղ, օրինակ ազգային հավաքականից։ Ես այն ժամանակ մտածում եմ, միգուցե արդյունքը հիմա այդքան կարևոր չէ, բայց
լավ ֆուտբոլ խաղալ Հայաստանի հավաքականը պետք է, որովհետև ունի լավ ֆուտբոլիստներ։ Բայց այն որ նա Պորտուգալիայի հետ մրցակցի հարկի տակ գրեթե ամբողջ խաղը այսպես կոչված ավտոբուս շարեց, ինձ ահա որ դուր չեկավ եւ ես Պորտուգալիայից ինչպես պետք է խաղար։ Բա հիմա ես ասում եմ, այո, իսկ ինչ պետք է աներ Պորտուգալիայից խաղալ այնպես, ինչպես մենք վերջին խաղում խաղացինք Երևանում եւ բաց թողեցինք, թեև այդ ժամանակ էլ մենք ըստ էության պաշտպանությունից խաղացինք, բայց Շալանդի ժամանակ ընդհանրապես 1 գոլ բաց թողեցինք վերջում Կրիշտիանո Ռոնալդոից, այսինքն գլոբալ առումով մեղադրելու ոչինչ չկար մարչին։ Այո, ես հետո ընդունեցի, որ այդ մարչին միգուցե պետք էր ավելի շատ թողնել, որ նա աշխատի։ Բայց տարբեր պատճառներ կային ոչ ֆուտբոլային նաև, հա, շատերին, օրինակ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը դուր չէր գալիս այնինչ նա հավաքականի ֆուտբոլիստների հետ անում էր ֆուտբոլից դուրս։ Չգիտեմ, տանում էր ինչ-որ խոհարարական շոուների եւ այլ, դուր չէր գալիս, այսինքն միգուցե պատճառ էր պետք, ոչ միայն ֆուտբոլային արդյունքներ պատճառ։ Դրա համար ասում եմ, այո, ես ցանկացած սխալ, որը հետագայում ապացուցում որ ես սխալ եմ արել, ես շատ հանգիստ խոստովանում եմ։ Իսկ Պետրակովի հետ կապված։ Պետրակովի հետ կապված սկզբից նրա աշխատանքի ես պնդում էի, որ սա այն մասնագետն է, որը այս հավաքականին Հայաստանի պետք է, այսինքն մարդ, որը կարողանում է ձգություն մտցնել, կարգապահություն մտցնել եւ ֆուտբոլիստերին թույլ չտալ զբաղվել իրենց չսազող գործերով, հա, այսպես ասենք, թող մտածեն միայն ֆուտբոլի մասին, կան հավաքական միայն նրանք, ովքեր քիչ թե շատ համապատասխանում են հավաքականի մակարդակին, բայց այստեղ էլ հակառակ Պետրակովին թույլ չտվեցին երկար աշխատել եւ ես շատ դեմ էի դրա, ես ուզում էի, որ նա մնար։ Այո, դուր չէր գալիս մարդկանց, որ որոշ ֆուտբոլիստների նա վռնդեց հավաքականից, ոմանց չէր հրավիրում, շատ բաց արտահայտվում էր իր որոշումների մասին, ասում էր, որ այո, ինչ եք ուզում, դուք չունեք բավականաչափ որակյալ ֆուտբոլիստներ, որ մենք ունենանք լավ արդյունք։ Եվ դա իհարկե դուր չի գալիս ոչ մի ղեկավարի, երբ նրանց աշխատանքը իրենց հրավիրած մարզիչը այդպես է գնահատում։ Չներեցին ուղղակի Պետրակովին, այդ անկեղծ խոսելը դրա համար հեռացրին։ Եղիշե Մելիքյանյանը վերջին երևի 2 տարում անդադ քննարկվում էր Փյունիկի հաղթանակներից հետո, որ հայ մարզիչ է, այսպես ինչպես ոգևորող չէ, ըստ քեզ նա ճիշտ ժամանակին եկավ, թե այսպես խաղության նոխազի դերում նրան բերեցին։ Սխալ ժամանակի եկավ, այն որ Եղիշե Մելիքյանը Հայաստանի հավաքականի մարզիչ կարող է լինել, շատ վաղուց պատկերացնում էի։ Նրա աշխատանքը Փյունիկում առհասարակ նրա մարզչական աշխատանքը ցույց են տալի, որ նա այսպես կոչված հավաքականի մարզիչ է, կարողանում է շատ կարճ ժամանակում ֆուտբոլիստներին բացատրել, ինչ է տվյալ հատվածում իրենցից ակնկալվում։ Նա կարողանում է տրամադրել, նա կարողանում է խաղի ընթացքում ձգել բոլոր թույլ տեղերը եւ ֆուտբոլիստներին հասկացնել, որ շատ արագ պետք է այլ կերպ մոտենալ գործին, բայց Եղիշե Մելիքյանը եկավ իր համար, ամենայն դեպս իր համար շատ վատ պահի, որովհետև տպավորություններ, այո, որ նորից պետք էր փրկել իրավիճակը եւ երբ տարբերակ չունեին, հիշեցին նրա մասին։ Թեև ինքը իրեն վաղուց էր առաջարկում, հարցազրույցներում բաց ասում էր, որ ես պատրաստ եմ, ես կարող եմ երկու ասպեկտով նայենք, հա, Մելիքյանի գալը հավաքական, ֆուտբոլային տեսանկյունից այո ինձ համար սպասելի էր եւ ես կուզեի որ նա լիներ հավաքականի մարզիչ, բայց հաշվի առնելով նրա հարաբերությունները ֆուտբոլի ֆեդերացիայի ներկա ղեկավարության հետ շատ զարմանալի էր, մեղմ ասած ինձ համար, որ նա այդ առաջարկն ընդունեց։ Դե այստեղ ոնց որ միշտ ասում են, որ պետք է բոլոր ամբիցիաները կողք դնել, ազգային հավաքականի համար է դա արվում, բայց մյուս կողմից էլ ովքեր նրան քննադատեցին եւ մեղադրեցին, այսպես ինչպես կարելի էր համագործակցել մարդկանց հետ, ու մի քանի ամիս առաջ դու քննադատում էիր ֆուտբոլը կործանելու մեջ։ Այո, եթե Մելիքյանը հերուն մտածեր, որ կարող է գալ այդ պահը եւ նա գլխավորի հավաքականը այս ղեկավարության օրոք, այդ արտահայտությունները չպետք է աներ։ Հասկանում եք, նա մեղադրում էր ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներին ոչ կոմպետենտ լինելու մեջ։ Ասում էր, նրանք չեն հասկանում ֆուտբոլից եւ նրանք չեն կարող ճիշտ ղեկավարել հայկական ֆուտբոլը։ Այդ դեպքում կարող ենք համարել, որ պարոն Մելիքյան, ձեզ հրավիրելը սխալ որոշում էր այդ մարդկանց կողմից, որովհետեւ նրանք գործից չեն հասկանում։ Եթե գործից չեն հասկանում, ձեզ ինչու են հրավիրում։
այսինքն փոխվեց, սկսեցին հասկանալ ամեն ինչ։ Գալիս են կան եզրահանգման, որ մարդ ասում եւ անում է ամեն ինչ այդ բան, ինչպես նրան ձեռնտու է։ Իսկ դա շատ վատ է, որովհետեւ Եղիշե Մելիքյանի ես ճանաչում եմ որպես սկզբունքային անձնավորություն։ Ես վստահ եմ, որ հակառակ իրավիճակում, ով իր հանդեպ այդպես արտահայտվածներ, նա այդ մարդուն նման հնարավորություն չէր տա։ Բայց իրեն տվեցին եւ նա համաձայնեց։ Այդ դրա համար ինձ համար շատ զարմանալի։ Նման զարմանք արտահայտեց նրա նախկին գործատուն Արտուր Սողոմոնյանը մեր ստուդիայում երբ հյուր էր, որ ասեց շատ զարմացա, որովհետեւ իհարկե նույն կարծիքը, որ Եղիշե Մելիքյանի ժամանակը անպայման գալու էր, բայց ոչ այս շատ քաոսային վիճակում, այն որ ֆուտբոլի այսօրվա իրավիճակը մեղմ ասած տխուր է, խոսում են բոլորը, մեր բոլոր հյուրերը, դա լինեն մեկնաբաններ, թե մարզիչներ, երկրպագուները, բայց կարծես դա միայն խոսալու մակարդակի վրա է մնում։ Ըստ քեզ այսօր կա մամուլի ազատություն սպորտում հայկական։ Կա։ Իհարկե կա։ Դու առողջ քննադատություն շատ ես հանդիպում։ Այդ դա այլ հարց է։ Առողջ քննադատության շատ չեմ հանդիպում։ Բայց դա էլ վիճելի հարց է։ Այդ առողջության չափաբաժինը ով է որոշում, որտեղից սկսած առողջ է, որտեղից ոչ։ Ամեն մարդ իր մտածելակերպով է պատկերացնում, ինչպես պետք է քննադատի։ Հիմա մեկի մոտ ստացվում է, մեկի մոտ չի ստացվում։ Մեկը կարող է ներողություն արտահայտել, հիմարություն դուրս տալ, բայց այնքան գեղեցիկ դա մատուցել, որ մարդիկ ընդունեն որպես նորմալ քննադատություն։ Մարդ էլ կա շատ լավ բան է ուզում ասել, բայց չի կարողանում դա ձևակերպել նորմալ եւ նրան չեն հասկանում ուղղակի, այսինքն մատուցումից է կախված։ Ով ինչպես կկարողանա իր մտքերը շարադրել, ինչպես կկարողանա հիմնավորված փաստարկներ բերել։ Եկեք չմոռանանք, որ մամուլում լրագրության մեջ ի վերջո փաստերը շատ մեծ դեր են խաղում։ Եթե դու ինչ-որ բանում մեկին մեղադրում ես, պետք է փաստեր ունենաս, որ ապացուցես այս սրա համար եմ ասում։ Բայց եթե խաղային դրվագների, մարզչական փիլիսոփայության, մարտավարության մասին ենք վիճում, սա անծայրածիր թեմա է եւ ես կարող եմ այսպես տեսնել ֆուտբոլը, դու կարող ես այդպես տեսնել։ Որպես կանոն մարզիչներն ու լրագրողները տարբեր կերպ են տեսնում։ Չէ, ֆուտբոլային չէ, որովհետեւ ես միշտ ունեմ այն կարծիքի, որ Հայաստանում ֆուտբոլից հասկացող լրագրողներ մի քանիսն են, ովքեր նաև ֆուտբոլ հիմնականում խաղացել են կամ այնքան են ֆուտբոլ։ Ես 15 տարի մարզական լրագրող եմ եղել, բայց ես ինձ թույլ չեմ տա ասել, որ ես ֆուտբոլը հասկանում եմ։ Նկատի ունեի զուտ իրավիճակային։ Օրինակ, երբ դեռ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, ասուլիսների ժամանակ հնչում էին հարցեր, որ ճիշտ է պարոն Հայրապետյան, որ դուք մարդ եք ծեծել, նա էլ ասում էր, եթե իմանաք, որ ես ջութակ եմ նվագել, զարմացեք, մարդ եմ ծեծել, չէ, այդ կարգի հարցեր էր։ Վերջին ասուլիսը ես ներկա չեմ եղած ու ձայնագրություն էի նայում ֆեդերացիայի նախագահի եւ փոխնախագահի Վրաստանի խայտարակություններից հետո, երբ հարցնում են պարոն Նիկողոսյանին, որ ձեր եղբորորդուն բերել եք ֆեդերացիայի պաշտոնի, դա հարցնում էին միայն քաղաքական լրագրողները, որոնց էլ հիմնականում մեղադրում էին իշխանական, ինչպես, բայց զուտ մարզական, այսպես ակտիվ քննադատություն կամ այսպես արդար, հա, ինչ որ երևի վերլուծություններ շատ ես քիչ եմ հանդիպում, դրա համար քեզ հարցնում եմ, ըստ քեզ տոկոսը պակասել է թե ինձ։ Դե այնպես չէ, որ շատ բարձր տոկոս ենք ունեցել, հիմա էլ իջել է եւ հասել է ցածր մակարդակի։ Այստեղ հարցը ընդհանրապես անձնավորության մեջ չէ, հասկանում ես, այդ եղբորորդին կարող է լինել օրինակ շատ լավ մասնագետ։ Դա օրինակ է։ Այլ հարց է, որ ուր էր այսքան ժամանակ այդ մարդը, որ առողջություն ընդհանրապես ֆուտբոլի հետ չուներ։ Դրա համար մարդկանց մոտ հարց է առաջանում, իսկ որտեղից այդ մարդը եկավ եւ ֆուտբոլային ոլորտում ստանձնեց ինչ-որ։ Բայց նաեւ պետք է հասկանալ ինչ պաշտոն է ստանձնել։ Միգուցե այդ պաշտոնում ֆուտբոլային տարերը այդքան շատ չեն եւ շատ խորը հասկանալ ֆուտբոլից պետք չէ այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ Իսկ եթե խոսում ենք ուղղակի բարեկամին մոտազգականին աշխատանքի տեղավորելու մեջ մասին, ապա սա չգիտեմ, օրենքով սահմանափակված չէ, չէ, օրենքը չի արգելում նման բան։ Բայց ով երբ տեսնում է, որ ասում է, եղբայրը, եղբորորդին, չգիտեմ, քեռին եկան աշխատանքի, ուրեմն դա խնդիր է։
նայած իրավիճակ, այսպես ասեմ, հնարավոր է դա նորմալ է, հնարավոր է նորմալ չէ։ Իսկ խոսքի ազատությունը այն չէ միայն, որ դու տեսնես, որ նրա բարեկամը եկել է, անպայման դրա մասին բարձրաձայնողներ կան, բայց ինչպես դու նշեցիր, հիմնականում քաղաքական տեսանկյունից են դա դիտարկում։ Եվ հենց դա բերում է նրա, որ քանի որ սպորտը եւ քաղաքականությունը տարանջատված չեն, հատկապես մեր երկրում, դա անընդհատ այսպես մեկնաբանվում է, որ պղտոր ջրում ինչ որ ջրում պղտոր ձկներ են ման գալի եւ դա զուտ ֆեդերացիայի նախագահի աթոռակռվի համար է։ Ժամանակին կրկին, հա, գուցե շատ չէին, բայց կային լրագրողներ, որոնք ինչ որտեղ տոն էին փորձում պահել։ Հավատացեք, այդ աթոռակռիվ այնքան ակնհայտ այլ դրսևորումներ ունի, որ մեկ բարեկամի աշխատանքի տեղավորել այստեղ հարց չի լուծում, այսինքն առանց դրա էլ կարելի է նկատել ինչպես է այդ կռիվը գնում։ Համեմատություն անցկացրիք խոսքի ազատության մասի հետ շարունակում ենք խոսել։ Ինչպես է շփվում ֆուտբոլային հանրության հետ Ռուբեն Հայրապետյանը եւ ինչպես է շփվում հիմա Արմեն Մելիքբեկյանը։ Շատերն ասում են, որ այն ժամանակ մարդիկ ուղղակի վախենում էին ինչ-որ հարց տալ, արտահայտվել, բայց ես եղել եմ նրա գրեթե բոլոր ասուլիսներին եւ հավատացեք, այսինքն դուք եւս եղել եք եւ չկար մի լրագրող, որ ուներ հարց եւ չէր կարող այդ։ Այլ հարցը ինչպես կարձագանք էր։ Ինձ եղել է, որ չեն թողանել։ Ուրեմն կոնֆլիկտ է եղել, կոնֆլիկտից հետո է եղել։ Դե կոնֆլիկտ չի եղել, ուղղակի ես հասկանում եմ, որ նրա հետ կոնֆլիկտ ունեցող մարդու համար շատ դժվար էր ֆուտբոլային աշխարհում։ Կոնֆլիկտը զուտ հոդվածներն են, որոնք իրեն դուր չէին գալիս։ Հասկանալի է։ Ես վստահեցնում եմ, որ իմ մեկնաբանությունները սկզբնական շրջանում նրան եւս շատ դուր չէին գալիս եւ նա շատ ակնհայտ դա արտահայտում էր եւ ինձ նույնիսկ հանդիպման հրավիրեց եւ այդ ամբողջը արտահայտեց, ասաց, որ ինձ դուր չի գալիս, որ այսպես։ Ես էլ զրուցեցի, փորձեցի բացատրել, որ ես այսպես եմ տեսնում ֆուտբոլը։ Մենք զրուցեցինք, ծավալվեց զրույց, որից հետո նման խնդիր մեզ մոտ այլևս չեղավ։ Միգուցե ձեզ հետ էլ այդ զրույցը ինչ-որ կերպ ստացվեր եւ ամեն ինչ լավ լիներ։ Հարցը դա չի, ես ուզում եմ ասել, որ անընդհատ մամուլի ասուլիսներ էին լինում տարբեր թեմաներով։ Ամեն իրադարձությունից հետո նա պատրաստ էր լրագրողների հետ հանդիպել եւ զրուցել։ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիս, ինչ ղեկավարում է հայկական ֆուտբոլը, երևի 2-3 անգամ առավելագույնը տված լինի թե ոչ։ Բան չունի ասելու, վախենում է հարցերից, չունի պատասխաններ, արդեն թող ինքը մտածի եւ մարդիկ մտածեն, բայց իհարկե հանրությունը դրանից եզրակացություններ անում է եւ ոչ իր օգտին։ Որքան շատ ազատ լինես, բաց լինես, փակել են ազգային հավաքականը, դարձրել են, չգիտեմ, մի հատ այնպես պետական պահպանվող տարածք եւ մարմին, որ ընդհանրապես ոչ ոք չի կարող մոտենալ ֆուտբոլիստների հետ, հանդիպել, շփվել, հարցազրույցներ անել, ինչ որ երբեմն անում են բաց մարզումներ, բայց հիմա դա էլ արդեն գրեթե կարելի ասել չեն անում։ Եվ ինչ է մնում, բավարարվել այն 15 րոպեով, որը օրենքով սահմանված է եւ մարդիկ պետք է գնան, նկարեն ինչպես են ֆուտբոլիստները թեթև վազքով այսպես շրջում, միմյանց հետ զրուցում, մի երկու հատ էլ գնդակ եւ վերջ, փակ է գնացեք։ Նորմալ մարզում տեսնել, նկարել, այսը արդեն խնդիր է։ Ինչ եւ որտեղ է հիմա ավելի շատ եղել ազատություն։ Դու մի քանի անգամ այսպես համարձակ խոսել ես ֆուտբոլի խնդիրների եւ անգամ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարին անձամբ ուղերձես եղել, բայց ես այսպես այդ բառը շատ եմ օգտագործում, բայց տեղի մոնիտորինգ անելով ընդհանուր կարծիքները ֆուտբոլասերների տարբեր տեղ, քեզ հիմնականում մեղադրում են, որ դու այս իշխանության ժամանակ ֆուտբոլային իշխանության ժամանակ ավելի համարձակ ընդդիմություն ես, քան նախորդ, երբ որ օրինակ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ակնհայտ անարդարություններ էր լինում, դու այդպես քո ձայնը չէիր օգտագործում, գուցե հաշվի առնելով ավելի երիտասարդ տարիքը կամ աշխատանքի բերումով համաձայն ես, որ այդպես էր։ Ես այսպես ասեմ, հավատացեք, հիմա էլ շատ բաներ տեսնում եւ չեմ խոսում։ Բազմաթիվ անարդարությունների մասին ես հիմա չեմ խոսում։ Իսկ այն, որ ես հիմա ակնհայտ ընդդիմադիր դիրքորոշում ունեմ, դա չի գալիս նրանից, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Արմեն Մելիքբեկյանն է։ Այո, ես նրա հետ ունեցա խնդիր, բայց միջև այդ ոչ ոք չի նայում, որ ես նրա հետ երկար տարիներ աշխատել եմ կողք կողքի։ Մի հեռուստատեսությունում ենք, մի հաղորդում ենք վարել տարբեր հեռուստատեսություններում շատ երկար ժամանակ։
եւ ինչ է ստացվում է, որ ուղղակի որոշեցի հիմա անդիմադիր դառնալ։ Իսկ կբարձրաձայնես կոնֆլիկտը։ Ես կխոսեի նրա ներողություն բոլոր առավելությունների մասին, եթե դրանք տեսնեի անկախ իմ հարաբերություններից Մելիք Բեկյանի հետ։ Եթե մենք ունենք կոնֆլիկտ, չի նշանակում, որ եթե նա շատ լավ բաներ է անում, ես դա չեմ ասելու։ Բայց ես հիմա տեսնում եմ, որ ֆուտբոլում ֆուտբոլի ղեկավարումը ճիշտ ձեռքերում չէ եւ դրա մասին խոսում եմ։ Եվ այստեղ անձը ով է, Ռուբեն Հայրապետյանը թե Արմեն Մելիք-Բեկյանը ինձ համար կապ չունի։ Իսկ այն ժամանակ տեսնում էիր, որ խնդիրներ կա, թե դրանք այնքան քիչ են։ Իհարկե տեսնում էի խնդիրներ, բայց ոչ բոլոր խնդիրների մասին կարելի է խոսել։ Ես ասում եմ հիմա էլ հավատացեք, ոչ բոլոր խնդիրների մասին եմ խոսում։ Այսինքն կարելի է դա քեզ պետք չի, թե դա ավելի կվնասի ֆուտբոլին։ Դա ավելի կվնասի ֆուտբոլին, այսպես գիտեք, շատ մեծ այդ կոնֆլիկտները, որ լինեն լրագրողի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի միջեւ, եթե լինեն անընդհատ, արդեն կզզվեցնեն եւ ինչ որ շատ sense դառը մութ պատմություն կդառնա, որը ստվեր կգցի մեր ֆուտբոլի վրա, այսինքն տպավորություն կլինի, որ մենք մեր ֆուտբոլի խնդիրները հատուկ քողարկում ենք մեր վեճերով եւ այլն, ես դրա կողմնակիցն էլ չեմ։ Ես շատ դեպքերում գերադասում եմ լռել, թող անցնի գնա, բայց խնդիրներ կարելի է տեսնել, կարող են տեսնել բոլոր այն մարդիկ, ովքեր փոքրիկ թեկուզ առնչություն ունեն ֆուտբոլի։ Օրինակ, իրենց երեխային տանում են մարզվելու որևէ ակումբում։ Այո, ակումբների խնդիրներն են դրանք հիմնականում, ես չեմ ասում, որ եթե որևէ ակումբ թերանում է, դա ֆուտբոլի ֆեդերացիայի մեղավորությունն է։ Միշտ ասել եմ ու կշարունակեմ ասել, մի պահանջեք ֆուտբոլի ֆեդերացիայից, որ հավաքական գան սուպեր ֆուտբոլիստներ, դա նրանց գործառույթը չէ, նրանք չեն պատրաստում այդ ֆուտբոլիստներին։ Այլ հարց է կազմակերպումը գործընթացի, որ արդեն ֆուտբոլի ֆեդերացիայի ձեռքում է։ Ակումբները իհարկե թերանում են, բայց ստեղծել բավականաչափ պրոֆեսիոնալ, ճիշտ աշխատող համակարգ ակումբների համար եւս կարող է ֆուտբոլի ֆեդերացիան։ Ամենայն դեպս փորձել պետք է, իսկ մենք մեր առաջնությունը ցավոք սրտի նայել անգամ չենք ուզում, որովհետև թե մակարդակ չկա, թե պրոֆեսիոնալիզմ չկա, ինչպես են աշխատում մեր ակումբները, մամուլի ծառայությունները, սա ուղղակի ես մամուլի ծառայություններին առանձին չեմ մեղադրում, դա ակումբի մեղավորությունն է, որովհետև ինչ ռեսուրս ունի այդ ծառայությունը, այդպես էլ աշխատում է, բայց 2025 թվականին չունենա ակումբը սեփական կայքը, չունենա նորմալ աշխատող էջ, որ դու կարողանաս ինչ-որ տեղեկություն հաղորդել, ես շարունակում եմ չնախանձել բոլոր այն մեկնաբաններին, ովքեր աշխատում են Հայաստանի պրեմիեր լիգայում։ Բայց առաջատար ակումբները ինձ թվում է բոլոր այդ հարցը լուծել են։ Կայք ունեն մեր ակումբներից, որ ակումբը ունի կայք։ Հիմա կասեք, որ կայքի ժամանակ անցավ միայն Facebook, Telegram։ Կարծեմ կայք ունի Փյունիկը, Ուրարտուն, Ալաշկերտը։ Ինչպես են աշխատում։ Հիմա ես ուզում եմ խաղից առաջ տեսնել ակումբի մեկնարկային կազմը։ Ես տեսնում եմ Նոայի, Փյունիկի, Ուրարտուի Telegram-յան ալիքներում կազմերը դնում են։ Կան կայքեր, որտեղ կարող ենք մտնել եւ ավելի մանրամասն այդ ամեն տեսնել։ Լավ ակումբները չեն անում։ Բայց հիմա կայքերում կարծեմ մեկնարկային կազմերը անգամ է տոպ եվրոպական ակումբները չեն դեմ։ Ուղղակի Instagram-ում։ Այո, շեշտը հիմա դրվել է ավելի շատ Telegram-ի վրա։ Եվ նաեւ կայք ծառնաբեռնելու Միգուցե լավ, բայց ես խոսեցի 3 ակումբի մասին, մնացածը ուր են։ Facebook-ի էջեր քիչ թե շատ։ Լավ, ավելի շատ ես ուզում եմ ասել Հայաստանի պրեմիեր լիգայի կազմակերպչի մասին, ֆուտբոլի ֆեդերացիայի։ Ցանկացած պրոֆեսիոնալ առաջնություն ունի իր կայքը, որ կարող ես մտնել, խաղերի տեսնել։ Հիմա մեր ֆուտբոլի ֆեդերացիան ունի, չէ՞, կայք։ Ունի կայք եւ այնտեղ կա բարձրագույն խմբեր։ Ամեն ինչ կա, բայց խաղից առաջ, երբ ուզում ես տեսնել մեկնարկային կազմերը, չկա։ Հասարակ բան եմ ասում, հիմա կասեք մանրուքի մասին եմ խոսում, բայց մարդը ուզում է մտնել այս խաղից առաջ, 1 ժամ առաջ, երբ տալիս են կազմերը, տեսնել։ Չկա, խաղից հետո միայն այդ հաշվետվությունը տեղադրվում է տվյալ խաղի բաժնում, բայց ժամանակակից ու բավականաչափ արագ չի գործում այս ամենը։ Սա մի համարեք որպես փոքրիկ տարր, որով ես քննադատում եմ ֆուտբոլի ֆեդերացիայի, ոչ, իսեր Աստծո, սա իրոք շատ մանր բան եմ ասում, բայց սա գտնում եմ, որ
մեր ժամանակաշրջանում 2025 թվականին անընդունելի բան է, ամոթալի բան է, որ մենք չենք կարող խաղերի մասին տեղեկություն ստանալ։ Նորմալ վիճակագրություն մեկնաբանը չունի, այսինքն այդ կայքը նաև on-line տրանսլյացիա չէ կարող է ապահովել հանդիպումների հեռարձակում վիճակագրություն լինի, չլինի հայկական մարզական լրագրությունում Աշոտ Հայրապետյանը, մենք ընդհանրապես վիճակագրության մասին ոչինչ չենք իմանա, ովքեր են Հայաստանի առաջին առաջնությունից սկսած ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստների ոչ Աշոտ Հայրապետյան, ես հենց Աշոտ Հայրապետյանի հետ եմ, որը վարում է այդ վիճակագրությունը, ունի անձնական հսկայական արխիվ եւ բոլոր վիճակագրական տվյալները նա տարբեր կայքերի երբեմն համագործակցության։ Այսինքն դուք նրան դիմում եք, նա ամեն ինչ տալիս է։ Դե ես չեմ հիմա մեկնաբանում Հայաստանի առաջնության, բայց եթե ստիպված լինեմ մեկնաբանել, նա կլինի երևի միակ նորմալ օգնականը այս գործում, որովհետեւ ինչ որ ցուցանիշ է գրանցում ֆուտբոլիստը այդ խաղում եւ դու չգիտես։ Իսկ վերցրեք եվրոպական առաջնությունները ամբողջ ինֆորմացիան եւ կայքերի միջոցով եւ տարբեր այլ սոցիալական կայքերի միջոցով հասանելի է։ Բայց դա իսկապես շատ փոքր դու ուղղակի մեկնաբանի աչքով ես նայում։ Այո, ես մեկնաբանի աչքով եմ նայում եւ ուզում եմ ասել, որ մեկնաբանները տանջվում են հասկանալի, իսկ այս թվականին դա չպետք է լինի։ Այդտեղից էլ աղքատ է դառնում մեկնաբանությունը, որովհետեւ բացի նրանից ով գնդակը փոխանցեց եւ ինչ արեց, չես կարողանում ասել։ Քանի որ դու շեշտեցիր, դրա համար էլ հարցը տամ էլի, կբարձրաձայնես Մելիք Բեկյանի հետ կոնֆլիկտը ինչի շուրջ է եղել։ Որովհետև միասին երկար տարիներ աշխատել եք, մեկնաբանել եք, հաղորդում եք վարել, հետո ուղիները իհարկե կարող են առանձնանալ, բայց ֆուտբոլը քանի որ թեման շատ խոր անձնական է, ես կասեմ մի փոքր, բայց ամեն ինչ չեմ կարող ասել։ Իմ խնդիրն իրականում Արմեն Մելիք Բեկյանի հետ չէր։ Իմ խնդիրը եղավ Արմեն Նիկողոսյանի հետ։ Մենք նրա հետ շատ ջերմ հարաբերություն ենք ունեցել երկար տարիներ, բայց հետո այն պահից, ինչ նա մուտք գործեց հայկական ֆուտբոլ որպես արդեն բուն պաշտոնյա, միջև այդ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական էր, ըստ էության չվարձատրվող պաշտոն, հետո երբ նա մուտք գործեց 2018-ից հետո հայկական ֆուտբոլ, այդ պահից մեզ մոտ տարաձայնություններ եղան։ Եվ այդ տարաձայնությունները ճիշտ է նրա գործունեությունից սկսվեցին, բայց հավատացեք ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեն, այսինքն ֆուտբոլը չէր պատճառը, որ մեզ մոտ այդպես ստացվեց, իսկ Արմեն Մելիք Բեկյանը ուղղակի նրա հետ գնաց այդ ճանապարհն անցնելու եւ բնականաբար նրա հետ եւս իմ հարաբերությունները փչացան։ Այսքանը կարող եմ ասել, ավելին ուղղակի եթերում ասելու համար։ Հասկանալի։ Իսկ եթե հետ գանք 19 թվական, 18 չեմ ասում, որովհետև երբ ֆուտբոլում այսպես իշխանափոխություն եղավ, բոլորն էլ հասկանում են, որ Արթուր Վանեցյանը ֆուտբոլային մարդ չի, ուղղակի այսպես կարծիք էր եւ հույս էր, որ ինչ որ բաներ կա, որ ֆուտբոլում պետք է ուժային առումով կարգի բերվի եւ հետո նոր այսպես 0-ից հետո երբ արդեն սկսվեց կոնֆլիկտը Վանեցյանի եւ Նիկողոսյան Մելիք Բեկյան այդ տանդեմի հետ եւ վերջիններս հաղթեցին, միևնույն է, չնայած դու էլ կհիշես, ոչ արդար կերպով Մելիք Բեկյանը դարձավ ֆեդերացիայի նախագահ, երբ արգելափակեցին Փյունիկի տեխնացու Արսեն Աղաջանյանի տարբերակը եւ այդ ֆեյքերին մի օրում հանեցին, հիմա նույն բանը իրան կարեցին, բայց միևնույն է, երբ 0-ից ինչ որ բան սկսվեց, միշտ մարդկանց մոտ հույս կա 0-ից դա լինի ընտրափուլ, նոր ղեկավարություն, որ լավ է լինելու, որովհետև ամեն ինչ ավելի բաց է լինելու, այդ ֆեյքերը չկան եւ այլն, բայց իրականում, որ նայում ենք հիմա եւ 19 թվականը, մենք շատ հետ գնացինք, քան կայինք, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ըստ քեզ ի՞նչ է սխալ գնաց եւ ինչ այսպես կարևորագույն սխալներ արեց նոր ֆեդերացիայի ղեկավարությունը, որ մենք հայտնվեցինք անդունդում, որ անգամ Վրաստանին մեծ հաշվող պարտությունը համարվում է Դե չգիտեմ ում համար է համարվում նորմալ, բայց դա իրենց նորմալ չէ։ Եթե ոչ բան չի փոխվում։ Ամեն ինչ սխալ գնաց հենց այ ինչից որ նշեցիք, այսինքն ոչ արդար կերպով պաշտոնի գալուց, եթե մարդը արդար կերպով չի հավաքում անհրաժեշտ քանակությամբ ձայներ եւ դառնում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, արդեն սխալ է ամեն ինչ։ Ես չգիտեմ ինչ պատճառով թույլ չտվեցին Փյունիկի տեխնացուին, բայց անձամբ ինձ
թույլ չտվեցին մտնել անգամ ֆուտբոլի ֆեդերացիայի շենք, իսկ ես իմ լուսաբանելու համար ոչ, իմ տեխնացիոնը ներկայացրել էր Զվարթնոց ակումբը գործկոմի անդամի համար։ Ես ընտրություններից առաջ անգամ չկարողացա մուտք գործել ֆուտբոլի ֆեդերացիայի շենք, որովհետև ասացին դուք չեք կարող մասնակցել ընտրություններին, դուք չեք կարող լինել տեխնացու, որովհետև ըստ կանոնակարգի 5 տարի, վերջին 5 տարին ֆուտբոլում գործունեություն չեք ծավալել։ Հիմա հարց. Եթե ես չեմ ծավալել ֆուտբոլային գործունեություն, ինչպես է Արմեն Մելիքբեկյանը վերջին 5 տարիներին եղել, մեկնաբանությունը չէր համարվում գործունեություն։ Այո, մարզական լրագրությունը, մեկնաբանությունը չհամարեցին գործունեություն։ Մելիքբեկյանը աշխատել է ֆուտբոլի ֆեդերացիան, բայց հետո դուրս է եկել եւ մի քանի տարի 2009-ին չէ դուրս եկել նա կարծեմ։ Եթե չեմ սխալվում, այո, եւ դրանից հետո քանի տարի էր անցել, 5 տարուց ավելի, չէ՞։ Բա ինչպես նա Այդ հարցը, այո, բոլորին այդ գործունեությունը ծավալած։ Նույն գործունեությունն էինք մենք ծավալել, նա ուներ, ես չունեի։ Հիմա որ այսքան ժամանակ դրա մասին լռել եմ կամ շատ քիչ եմ խոսել, ինչ է, հիմա կանստեն տարիներ եւ կասեն Մելիքբեկյանի ժամանակ խնդիրների մասին չէիք խոսում։ Երբևէ այդ հարցի պատասխան եղավ, ինչպես Արմեն Մելիքբեկյանը ֆուտբոլային գործունեությունը ապացուցեց, որ ունեցել է։ Ոչ մի կերպ չեղավ, իհարկե, ոչ մի ապացույց չեղավ։ Նույնիսկ մեղադրանքներին հակադարձել չփորձեցին, թե որտեղից այդ ակումբները, որոնք այդքան հաճույքով ձեզ ձայներ են տալիս, որտեղից սնկի պես աճեցին այդ ակումբները։ Ինչպես շատ արագ ստեղծվեցին ակումբներ, որոնք սկսեցին ձայներ տալ նրա օգտին։ Ով է այդ մասին խոսել, ինչու չեն խոսում շատ, ինչու չեն գրոհում ֆուտբոլասերները ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես անում են պարտություններից հետո այսպիսի խնդիրների համար։ Չէ՞ որ միայն հավաքականի խաղերով չէ։ Չէ՞ որ ֆուտբոլի ֆեդերացիան ի վերջո չի կարող այդ ֆուտբոլիստներին շատ արագ սովորեցնել ավելի լավ խաղալ ֆուտբոլ։ Նրանք ուղղակի պետք է կառավարեն ճիշտ։ Եվ այն, որ մեր հավաքականը այսպես է խաղում, ես դա նորմալ եմ համարում, որովհետև հիմա դրանից ավելի չել կարող խաղալ, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է շատ ճիշտ գրագետ ձևակերպումով դա մատուցի հանրության, որ եկեք մի սպասեք մեր հավաքականից, հիմա ես չգիտեմ ինչ հաջողությունների։ Եկեք համբերենք, թող ուժեղանանք, նոր նրանց առաջ դնենք նման նպատակ։ Բայց յուրաքանչյուր ղեկավար ֆուտբոլի ֆեդերացիայի հասկանում է, որ նրան տրված է ժամանակ, այդ ժամանակը կարճ է, եւ շատ կարճ ժամանակում պետք է մարդկանց համոզել, որ ես շատ մեծ աշխատանք եմ կատարել կամ կատարելու եմ։ Եվ սկսվում են խոստումները։ Մենք պայքարելու ենք Եվրոյի եզրափակիչ։ Հիշում եք Արմեն Մելիքբեկյանը, որ ասաց ազգերի լիգան նախապատրաստական փուլ է, մեր հիմնական նպատակը 2024-ին Ֆրանսիայում Եվրոպայի առաջնությանը մասնակցելն է։ Եվ մասնակցեցինք, չմասնակցեցինք։ Իսկ ինչու չմասնակցեցինք, նա ինչ-որ կերպ պատասխանեց այդ հարցին։ Ինչ-որ մեկը հարցրեց, պարոն Մելիքբեկյան, իսկ ինչու եք դնում այդ հավաքականի առջև նման խնդիր, եթե մենք այդ ներուժը ընդհանրապես չունեինք։ Ինչ-որ մեկը ձեզ գլխատելու էր, որ ասեիք, որ մենք հիմա պատրաստ չենք։ Ես որ անընդհատ հիմա ասում եմ ինձ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան անում է դրա համար։ Չէ, ուղղակի պետք է ընդունել իրականությունը այնպեսին, ինչպեսին կա։ Ֆուտբոլի ֆեդերացիայում երբ կայքում նայում ես մարտավարության այսպես ներկայացված այդ հատվածում, ինչեր պետք է աներ ֆեդերացիան 19-ից 25, եթե չեմ սխալվում, թե 24 թվականներին ամեն ինչ ճիշտ գեղեցիկ գրված է, բայց լրիվ հակառակն է, քանի մարզադաշտեր, մանկապատանեկան առաջնություն, երիտասարդական հավաքականների հաջողություն, ազգային մարզադաշտ, ոչ մի բան չկա, բայց իհարկե այսպես հաջորդ ընտրություններից առաջ էլի խոստումները լինելու են։ Երբ այս հարցերն ուղղվում են ղեկավար պաշտոններին, եթե չեմ սխալվում, Նիկողոսյանն էր մեկ անգամ այսպես ասած, մենք հո աթոռից կարճած չենք, մենք ուզում ենք գնալ, բայց ով լինի, ով։ Ու այդ ով հարցը արդեն 1 տարի հնչում է։ Բոլորին թվում է, որ իրենցից հետո ոչ ոք չի կարող։ Դու տեսնում ես մարդ, որ կարող է այդ մենեջմենթի կարևոր գործը ֆուտբոլի ղեկավարության մեջ վերցնել։ Մենք բոլորս է հասկանում ենք, որ երկրի ղեկավարությունը ուղղակի մարդ չի կարող թողել։ Դա պիտի լինի մարդ, որին իշխանությունը այսպես օքեյ է տալու, որը լինելու է ինչ որտեղ ֆուտբոլ։ Իսկ ինչու։
Չենք կարող ձերբազատվել այդ կարծրատիպից։ Ցավոք իրականությունը այդպիսին է։ Գիտեմ, ամբողջ աշխարհում է այդպիսին, բայց ինչու այդ օքեյ է լինի իշխանություններից, եթե Չեմ կարծում ամբողջ աշխարհում, որ Գերմանիայի կանցլերը շատ է հուզվում, թե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ով է լինելու, որտեղ այնտեղ հավատացեք, որ երբ գերմանական ֆուտբոլում շատ խորը ճգնաժամ էր, ամբողջ պետությունը սկսեց զբաղվել դրանով եւ նրանք ռազմավարություն գրեցին ու հասան իրենց նպատակին 2014-ին դարձան աշխարհի չեմպիոն։ Ռազմավարություն գրեցին, բայց այնպես չէր մարդ։ Բայց դա պետությունը վերահսկում էր, այսինքն ես չեմ ասում, որ նշանակում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին։ Այո, շատ զարգացած երկրներում քիչ թե շատ անկախություն ֆուտբոլի ֆեդերացիան ունի, նույնիսկ բավականին ծանրակշիռ խոսք ունի։ Անգլիայում օրինակ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ընդհանրապես չի ենթարկվում ոչ ոքի եւ իրենց կառույցն են ղեկավարում։ Նրանք թքած ունեն թե իշխանության կարծիքի վրա, թե Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարծիքի վրա։ Նրանք աշխարհի ուժեղագույն լիգան են ստեղծել եւ ղեկավարում եւ նրանք ունեն շատ ծանր խոսքի իրավունք։ Մեզ մոտ այդպիսի բան չկա եւ խոսելով ով կարող է ղեկավարել ֆուտբոլը, շատ բարդ է ասել։ Հիմա մենք կարող ենք գտնել մի մարդու, որը ֆուտբոլում չի եղել ամբողջ կյանքում, բայց կարող է լավ ղեկավար լինել, բայց իհարկե ֆուտբոլը մի քիչ սպეციფიկ է եւ ցանկալի է, որ նաև ֆուտբոլային մարդ լինի ու կարողանա կառավարել այս տեսանկյունից ինձ համար օրինակ շատ հետաքրքիր կլիներ տեսնել այդ պաշտոնում Արասոս Բիլիսին։ Օրինակ եմ ասում, մեկ օրինակ, ես չգիտեմ ինչ դրանից կստացվի, բայց այն որ Օզբիլիսը շատ խելացի անձնավորություն է, որը ֆուտբոլում, այդ թվում եվրոպական ֆուտբոլում շատ բան տեսել է եւ ունի հսկայական փորձ, գաղափարներ ունի, ես օրինակ հաճույքով կտեսնեի ինչպես նրա մոտ կստացվի։ Այսինքն ես քեզ նա ղեկավարելու ձիրք ունի։ Կարծում եմ ունի, այո։ Ես ավելի շատ կուզեի տեսնել Օզբիլիս ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, քան մարշչի։ Հիմա ինչպես տեսնում եմ, մարշչական ուղով է գնում, որովհետև այնտեղ խոչընդոտներ եղան եւ միգուցե հիասթափվեց, չցանկացավ շարունակել, բայց միգուցե կգա պահը եւ նա նորից այս հարցում կակտիվանա։ Այս խնդիրներից մի հատ էլ հարցնեմ, որ ասենց ամբողջ եթերը չլինի դրա շուրջ, շատ ճիշտ ասացիր, որ հանրության 90%-ի համար ֆեդերացիայի ձախողումը եւ հաջողությունները դա ազգային հավաքականի ելույթներն են։ Անգամ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ հիշում ճգնաժամային տարիներին, երբ այսպես 2-3 ընտիր խաղեր լինում, ամեն ինչ մոռացվում էր։ Եվ այսօր էլ ես սենց Հունգարիայի եւ Իռլանդիայի պարտություններից հետո, երբ կարդում էի մեկնաբանությունները, արդեն Պետրակով հետ արի, սա լրիվ հակառակ կարծիքներն էր, բայց իրականում, այո, ազգային հավաքականի ելույթները դա զուտ այսբերգի վերևն է կամ այն ինչ որ մենք տեսնում ենք։ Հիմնական խնդիրները այս պահին ըստ քեզ որոնքն են, բացի այն, որ մենք չունենք կառավարիչներ, հա, եւ նրանց աշխատանքի արդյունքում այսպես անդունդ է առաջացել։ Հիմնականում ասում են մանկապատանեկան ֆուտբոլ, բայց ես որ մարդ որպես ով աշխատել է ակումբներում, կարող եմ ասել, որ որոշ ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլը բավական լավ մակարդակ է համեմատած 15-20 տարի առաջ, կամ նույն ինֆրաստրուկտուրաները, երբ դու երևի կհիշես առաջնության ժամանակ առաջ ինչ պայմաններ էր եւ հիմա արդեն ակումբների դա անհատների շնորհիվ, բայց հիմնական խնդիրը, որ մեր ֆուտբոլը էլի համեմատենք ի տարբերություն վրացականի, ոչ մի քայլ առաջ չի գնում, որն է։ Իհարկե շատ գլոբալ առումով գլխավոր խնդիրը եղել է կա ու կարծում եմ դեռ կլինի մանկապատանեկան ֆուտբոլը, բայց հենց մանկապատանեկան ֆուտբոլում ես ասեմ ինչն է ամենաշատը թերան։ Այո, իհարկե պայմանները հիմա երեխաների ավելի լավն են, բայց մի հատ տեսեք խնդրում եմ այդ ամբողջը կենտրոնացած է Երևանում։ Ուրեն պայմանները մարզերում։ Ունենք այսօր Գյումրիի Շիրակ, միշտ ունեցել ենք ու կարծում եմ միշտ կունենանք, բայց ինչպես է գոյատևում հիմա Շիրակը, լավ դա թողնենք մի կողմ։ Հսկայական հնարավորություններ կան մարզերում, այդ թվում հեռավոր մարզերում, քաղաքներում եւ գյուղերում կարիք ունեն մարդիկ, ֆուտբոլի կարիք ունեն եւ հիմա գիտեք կասեն մենք կարող ենք տանել մի գյուղում դաշտ կառուցել, բայց ով է այդ դաշտը պահելու, ով է այնտեղ երեխաների քանակը քիչ է, բայց կարելի է գոնե մարզում մեկ ակադեմիա ստեղծել, որ գոնե մարզի
տարբեր հատվածներից, այո, գան եւ այդտեղ մարզվեն, ոչ թե ստիպված լինեն գալ Երևան, որ դա շատ երկար ճանապարհ է եւ շատ ծնողներ ուղղակի հնարավորություն չունեն ամեն անգամ բերելու, տանելու։ Երբ որ մարզերում կզարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլի, մարզերում հավատացեք շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնք ուղղակի կորչում են եւ չեն դառնում հետագայում ֆուտբոլիստներ, ուղղակի հնարավորություն չունենալով։ Երբ որ մենք կկարողանանք ամեն մարզից գոնե մեկ թիմ, էլ չեմ ասում մարզ կա, որ մի քանի խոշոր քաղաք ունի, ամենամատաբար եւ կարող է մի քանի թիմ ունենալ։ Եթե մենք ունենանք այդպիսի հնարավորություն, որ այդ մարզերի թիմերն էլ խաղան Պրեմիեր լիգայում, հասնեն դրան, որ արդեն թիմ ունենան Պրեմիեր լիգայում, այդ ժամանակ մենք ավելի ուժեղ առաջնություն կունենանք եւ այդ ժամանակ հավաքականը կունենա ընտրության ավելի մեծ հնարավորություն։ Ոչ թե հիմա կախված լինենք արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից, որոնք շատ ժամանակ գալիս են եւ սկսում են իրենց պայմանները թելադրել, որովհետեւ գիտեն, որ այլընտրանք հավաքականը չունի, որովհետեւ գիտեն, որ կհարմարվեն նրա պայմաններին, իսկ այդպես չի կարելի, այդպես չպետք է լինի։ Այո, երբեմն ստիպված անում են, բայց այդպես պետք է չլինի։ Խոսեցիք, որ առաջ պայմանները այդքան լավ չեն։ 90-ականին, երբ նոր էր անկախացել Հայաստանը, մենք ունեինք բարձրագույն խմբի առաջություն, որտեղ մինչև 20 թիմ խաղում էր, իսկ որտեղից այդ վատ պայմաններում, պատերազմական պայմանում այդքան թիմ պահպանեց իր գոյությունը։ Հետագայում չպահպանեց, հասկանալի, բայց այդ ժամանակ խաղում էին։ Շատերը ասում են, դե դա խորհրդային միությունից ոնց որ իներցիայով եկել են, բայց ինչ կապ ուներ խորհրդային միությունը մեր հեռավոր քաղաքների եւ գյուղերի հետ, որտեղից մարդիկ թիմ էին կարողանում հավաքել եւ բավականին մրցունակ լինել։ Ինչու հիմա դա չկա, ինչու մարեց ֆուտբոլը մեր մարզերում, այդ դրա մասին է պետք հիմա մտածի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այսինքն դա առաջնային խնդիրն է։ Դա առաջնային խնդիրն է ինձ համար, որովհետեւ մեկ Երևանով ունենալ ուժեղ առաջնություն մենք չենք կարող, ինչի վառապացույցը տեսնում ենք հիմա։ Գալիս են շատ կասկածելի լեգիոնականներ, զբաղվում են շատ կասկածելի գործերով եւ այստեղից ունենում ենք ինչ հայ ֆուտբոլիստների խիստ պակաս։ Այսօր ես հիշում եի, որ 17 տարի առաջ միասին աշխատում ենք մեկ ամսագրում եւ երիտասարդական հավաքականի այդ ֆուրորներ, երբ ես ու դու որոշում էինք Հենրիկ Մխիթյանից եւ Կարլեն Մկրտչյանից, ովքեր գոլեր էին խփում, ովքեր պետք է ինտերվյու վերցնեին, հավաքականի երիտասարդական հաղթանակը այնքան էր ոգևորել, որ մենք արդեն Թուրքիային հաղթած էինք մեզ տեսնում։ Այսօր երիտասարդական հավաքականի մասին անգամ ֆեդերացիան իր պաշտոնական կայքում պարտությունները չի դնում, որովհետև արդեն կամ սովորական է դարձել, կամ ամոթ է։ Ըստ քեզ այսօրվա երիտասարդական այս բոլոր հավաքականների, հայտարարակ արդյունքները կկրկին մանկապատանեկան թույլ ֆուտբոլի արդյունքն է։ Իհարկե, չկա քանակ, չկա որակ, որտեղից գան համալրեն 17, 19, 21 տարեկանների հավաքական։ Համաձայն չեմ, որ չկա որակ։ Իրոք մենք ունենք շատ տաղանդավոր։ Դե շատ տաղանդավոր քանի ֆուտբոլիստ ունենք։ Եվ այդ շատ տաղանդավորը միջև որ տարիքն է դրսևորվում։ Միջև 14 հաստատ ունենք։ Դե միջև 14 ներողություն, դա դեռ հարց չլուծող տարիք է։ Միջև այդ տարիքը շատ բան կարող է անել երեխան, բայց նա որպես անձնավորություն դրանից հետո է սկսում ձևավորվել եւ նրա մոտ շատ բան փոխվում է։ Այսինքն հիմա դա էլ վերագրենք մեր ազգային մենտալիտետին կամ ֆիզիոլոգիային, ճիշտ չի իհարկե։ Ունեն համապատասխան մարզիչները, որ այդ տարիքի հետ կարողանում են ճիշտ աշխատել, որ բնավորության ձևավորմանը զուգահեռ կարողանում են այդ երեխային բացատրել, որ նա ֆուտբոլիստ է եւ պետք է շարունակի իր կարիերան այսպես։ Գալիս են, այո, 15-16 տարեկան, սկսում են համալրել արդեն այն հավաքականները, որոնք UEFA-ի մրցաշարերին են մասնակցում, Եվրոպայի առաջնային ընտրական մրցաշարերին, այդ 17 տարեկանների հավաքական, եւ սկսվում են այդ խոշոր պարտությունների շարքը, սկսվում է եւ խայտառակություն է ուղղակի։ Ով պետք է այդ։ Հետո այդ նույն տղաները գալիս են 19-ներ բնականաբար շարունակում են, հետո գալիս են երիտասարդական հավաքական ու այդտեղից միջև ազգային հավաքական 1-2 ֆուտբոլիստ է հասնում, որ գալիս նստում է պարեստայինների նստարանին, որովհետեւ դրսից եկած հայերը ավելի ուժեղ են։ Ես հիշում երբ ակումբում էի աշխատում, իտալացի մասնագետներ էին եկել եւ կարող է սխալ կարծիք է, չգիտեմ, բայց մի քանի մասնագետ ասացին, որ ձեզ մոտ երեխաները շատ այսպես ճկուն են, սպորտային են, գալիս են հասնում են այդ 12-14 տարեկան եւ այսպես միանգամից թույլանում են։ Մեզ մոտ հակառակը, մենք փոքր տարիքում տենց ֆիզիկականի շատ շեշտադրություն չենք անում, նրանք դանդաղաճում են, հետո մենք արդեն ուրիշ ծրագրերով ենք աշխատում, որովհետեւ ամենակարևորը այդ հասունացման տարիքը բաց չթողել։ Եթե դա ճիշտ կարծիք է, այդ բացը ում վրա է, ակումբների,
մասնագետների պակասի Հայաստանում մարզիչների։ Ակումբների խնդիրն է եւ եթե գիտեք ինչ ֆուտբոլ ֆեդերացիան չի կարող բոլոր ակումբներին ապահովել համապատասխան որակի ու քանակի մարզիչներով։ Ակումբը ինքը պետք է մտածի դրա մասին։ Բայց կան Հայաստանում այդպես այդ կարգի բարձրակարգ մասնագետներ, որոնք երեխաների թե ֆիզիկական, թե մտավոր զարգացման հարցերը կարողանան։ Թող կոպիտ հնչի, բայց ոչ։ Կան։ Ես չեմ տեսնում։ Այսինքն պետք է վերապատրաստենք մեր մասնագետներին։ Մենք ունենք մեր իրականությանը համապատասխանող լավ մարզիչներ, բայց դա ինչպես կյանքը ցույց է տալիս երկար տարիներ շարունակ շատ քիչ է, որպեսզի ուժեղ ֆուտբոլիստներ հասնեն մինչև ազգային հավաքական։ Փաստերն են դրա մասին խոսում, ես չեմ խոսում։ Մենք շատ լավ օրինակ բերեցիր երիտասարդական հավաքականը փայլուն արդյունք գրանցեց, չէ՞, Թուրքիայի հետ։ Հիմա նորից համեմատություն կանեմ ու կասեք այն ժամանակ նախագահի օգտին էիր խոսում, հիմա ոչ։ Ինչու Ռուբեն Հայրապետյանը Վարդան Մինասյանի հետ համատեղ մի օր որոշեցին, որ կարող են հրաժարվել բոլոր տարիքով ֆուտբոլիստներից եւ շեշտը դնել այդ երիտասարդականի խաղացողների վրա, որովհետեւ կար տակից եկող սերունդ, որը շատ ուժեղ թակում էր ազգայինի դռները եւ նրանք այդ ռիսկին գնացին ու արդարացվեց։ Հիմա էլ ֆուտբոլի ֆեդերացիան միգուցե կուզի անել այդ ծերնդափոխություն, բայց տեսնում է, որ չկա, ումով անի այդ ծերնդափոխությունը։ Իսկ ինչ եղավ այն ժամանակ ակումբները ինչ որ ֆենոմենալ աշխատանք էին անում ի տարբերություն այսօրվա ակումբների, որտեղից էին այդ ֆուտբոլիստները։ Գուցե զուգադիպեց, որ լավ սերունդ եղավ ուղղակի։ Եվ կարելի ասել, որ զուգադիպեց եւ ոչ, որովհետեւ այդ ֆուտբոլիստների վրա աշխատանքեր չէ տարվել։ Այդ ֆուտբոլիստներից շատերի վրա մեծ ամագունի չէ, Արմեն Գյուլբուդաղյանցը, որ այսօր էլ աշխատում երիտասարդական հետ, բայց նա այն ժամանակ այդ սերունդից կարողացավ ստանալ, որովհետեւ այո, ինչպես նշեցիք, սա այն հատվածն է, որ եւի զուգադիպեց, որ այդքան շատ տաղանդավոր ֆուտբոլիստ մի տարիքի եղավ։ Հիմա Գյուլբուդաղյանցի ձեռքի տակ այդ որակի երիտասարդներ, պատանիներ չկան։ Սա էլ է տարբերություն, որը չի կարելի չնշել, բայց չէ որ այդ ֆուտբոլիստներին ի վերջո կարողացան հասցնել մինչև ազգային հավաքական եւ մենք հպարտությամբ մի օր հասկացանք, որ մեր ազգային հավաքականում խաղում են 90%-ով համենայն դեպս Հայաստանում աճած ֆուտբոլիստներ։ Ի տարբերություն այսօրվա։ Ինչ գնահատական կտաս Մելենդեսի ծրագրին, որքանով էր այն արդարացված, նկատի ունեմ այն մեծ գումարը, որ ծախսվեց եւ ինչ մենք քաղեցինք։ Ես Մելենդեսի ծրագրին այդպես էլ ըստ էության չծանոթացա, որովհետեւ ես չհասկացա դա ինչ ծրագիր էր եւ չէի էլ հավատում, որ դրանից ինչ-որ բան կստացվի եւ եթե կարծում եք, որ ինչ-որ բան եղել է այդ ծրագրից, ասեք ես իմանամ։ Ես չտեսա, որ որևէ բան դրանից ստացվեց։ Ես խոսել եմ մարզիչների հետ, ովքեր ներգրաված են եղել եւ աշխատել են, ասել են իհարկե դա հոյակապ մշակված ծրագիր, ուղղակի դա պետք էր ոնց որ կիրառել, բայց այսպես թեորիան Ինչու այդքան գումար վճարեցին թե ծրագրին, թե Մելենդեսին նրա օգնականների հետ միասին եւ ինչու մի օր այդ մարդիկ գնացին ու այդպես էլ չհասկացանք այդ ծրագիրը ինչ էր։ Ինչ տվեց հայկական ֆուտբոլին Մելենդեսի ծրագիր կոչված։ Ես գիտեմ, որ ակումբներ կան, որ միջև հիմա այսպես կոչված ինչ-որ իսպանական ծրագրով են աշխատում։ Երևի դա է, բայց ինչ արդյունք է տալիս, ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ։ Այն, որ մինչև 12 տարեկանների խաղերում միավորներ չեն հաշվում, դա վաղուց կա։ Կար այն ժամանակ էլ, որ բոլոր հավաքականները պատանեկան խաղում են նույն մարտավարությամբ, որ ազգային գան հասնեն նույն մտածելակերպով։ Եթե դա են իրենց վերագրում, դա էլ համաձայն չեմ։ Բա ինչ են արել լավ այդ ծրագիրը ի վերջո ինչ էր։ Մարզիչների կրթեցին, ուր են այդ մարզիչները։ Ինչ են անում հիմա։ Շատ ակտիվ աշխատող այդ ծրագրի հետ ու այդ մարդկանց հետ մարզիչներ հիմա ոչ միտեղ չեն աշխատում որևէ ակումբում։ Բա ինչ եղավ հանկարծ։ Շատ այդպես գումարներ Դե հիմա բնականաբար խոսում էին 1 միլիոն եվրոյի մասին տարեկան Մելենդեսին իր ամբողջ անձնակազմով, ֆուտբոլի ֆեդերացիան հերքում էր, ասում էր այդպիսի գումար մենք չենք վճարել, դա մինչև մեկը իր աչքով չտեսնի, չի կարող ապացուցել, բայց ի վերջո գումար վճարվել է, չէ՞։ Հետո այդ ծրագրով, չգիտեմ, ծրագրի շրջանակում միգուցե Խոակին Կապարոսին հրավիրեցին, կարծում եմ ավելի շատ անվան համար, քան
նրա այդ պահին բուն մասնագիտական որակների, որովհետև ամենայն հարգանքով նրա լավագույն տարիները վաղուց անցել են, էլի, այսինքն հիմա Ժոզե Մորինյոին էլ ինչքան էլ ասես, որ նա Ժոզե Մորինյոն է, նա ոչ միտեղ, տեսեք, գնում է եւ չի կարողանում արդյունք ստանալ։ Այդ մարդը չի կարողանում ընդունել փաստը, որ այլ ծրագիրը, որ իրեն հաջողություն էր բերում, հիմա չի աշխատում։ Պետք է փոխվել։ Պետք է անընդհատ կատարելագործվել, ժամանակակից մեթոդներին հարմարվել։ Դրա համար չգիտեմ, այդ ծրագիրը իսկապես գաղափար չունեմ ինչ էր այդ ծրագիրը, որովհետև ես դրա պատողները չտեսա։ Այդպես մնաց Մելանդեսի ծրագիրը անով, մի քիչ երկակի հարց, այս պահին հայկական ֆուտբոլում ամենալուսավոր կետը համարվում է Նոան, զուտ այն, որ մենք արդեն 2 տարի միայն Նոան դուրս է գալի խմբային փուլ, միջև իհարկե 2 ակումբ եւս դուրս էին եկել, բայց վերջերս սպարս դարձավ, որ Նոան կառուցում է մարզադաշտ, վերջապես մի ակումբին դա հաջողվում է, եւ այն, որ Նոան բարձրացրեց ստանդարտները, հա, թե լեգիոներների որակի աշխատավարձեր եւ այլն։ Դա մի կողմից շատ ուրախալի ամբիցիոզ ծրագիր է, բայց շատ մարդկանց մոտ նաեւ ինչպես այսպես շատ ֆուտբոլասերների մոտ այսպես հարց է առաջանում ինչ է դա տալի հայկական ֆուտբոլին, որովհետև Նոան հիմնական իր խաղերում խաղում է 1 կամ 2 հայ ֆուտբոլիստներով եւ լեգիոներների այդ բարձր մրցակցության արդյունքում շատ հայ ֆուտբոլիստներ, անգամ միջինից բարձր արդեն մրցակցությունից դուրս են մնում։ Ըստ քեզ Նոա պրոյեկտը ամեն ինչ իր հունով գնում է, թե պետք է այնուամենայնիվ հայկական ֆուտբոլի մասին ուրիշ ձև մտածել։ Գիտեք, նայեք, վերջից գամ անցել են այն ժամանակները եւ կարծում եմ այլևս չես վերադարձնի այդ իրականությունը, որ բոլոր ակումբները պետք է տեղ տային հայ ֆուտբոլիստերի, որ հավաքականը դրանից շահեր։ Տարբեր պատճառներով ժամանակին բոլոր ակումբները ձգտում էին դա անել։ Իսկ Ուրարտուն հիմա կրկին այդ Դե Ուրարտուն լավ, հիմա Ուրարտուն, բայց արդյոք Ուրարտուի հիմնական նպատակը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ մատակարարելն է, թե իր սաներին աճեցնելը, այո, նաև հավաքականի համար, բայց Ուրարտուն դա իր համար էլ է անում, չէ՞։ Լավ բան է անում, շատ լավ բան է անում, բայց միևնույն ժամանակ այնպես էլ չէ, որ արդյունքի տեսանկյունից ձախողում է։ Ողջունելի է, բայց եկեք հասկանանք, ֆուտբոլը, եթե Հայաստանում շատ քչերն են նոր սկսել հասկանալ, որ բիզնես է եւ շատ ուժեղ զենք է կյանքում, աշխարհում դա վաղուց էին հասկացել։ Եվ եթե Նոան այսօր այս քաղաքականությունը ընտրել է, ես միայն կարող եմ ողջունել ու գիտեք, ակումբը անում է իր համար, ակումբը գումարներ է ծախսում, սեփականատերը գումարներ է ծախսում եւ իհարկե ուզում է լավ արդյունք ունենալ։ Իհարկե ուզում է Եվրոպայում ճանաչելի լինել եւ Նոան քիչ թե շատ օգտվեց ընձեռված հնարավորությունից թույլ երկրներին, այսինքն ստեղծվեց կոնֆերենցիաների լիգայի խաղարկություն եւ Նոան միանգամից առաջին փորձից այդ մրցաշարում պատմություն կերտեց, այսինքն դարձավ առաջին ակումբը, որը ընտրական առաջին փուլից սկսեց պայքարը, հասավ մինչև լիգայի փուլ։ Նման բան ոչ ոք չէր արել, այո, կարճ պատմություն ունի, միգուցե դեռ կանեն, բայց Նոան առաջիններից առաջին լինում էս մեկ անգամ։ Նոայի այս ամբողջ անցուդարձին ստրուկտուրային շատ լավ ծանոթ եմ, որովհետև անձամբ այցելել եմ իրենց ակադեմիան, տեսել եմ ինչ են անում, ինչպես են պատրաստվում անել, այն ժամանակ դեռ թույլտվությունը չկար ստադիոն կառուցելու, հիմա արդեն կա։ Եվ կլինի ստադիոնը Նոան կկարողանա իր ակադեմիայի հարևանությամբ իր ստադիոնում անցկացնել իր հանդիպումները, սա արդեն շատ նման կլինի պրոֆեսիոնալ ակումբի գոյատևման։ Մենք Արմեն Գարամյանի հետ մեր հաղորդման ժամանակ սա թեմա ենք դարձրել եւ խոսում ենք արդյոք Նոայի այս աշխատավոճը չի առանձնացնի իրեն մյուս ակումբներից եւ մենք լուրջ դիսբալանս չենք ունենա, բայց ես հասկանում եմ, որ դա արդեն մյուսների խնդիրն է։ Դա Նոայի խնդիրը չէ, Նոան չի կարող մտածել մյուսների մասին, լավ, իրենք չեն հասցնում իմ հետևից մի քիչ տեմպը թույլատնեմ։ Թող իրենք կան հասնեն եւ Նոայի այսպես առաջ գնալը պետք է խթան լինի մյուսների համար, որ շատ հետ չմնան։ Այո, հնարավոր է մի օր մենք տեսնենք մեկ ակումբի հեգեմոնիա Հայաստանում, ինչպես եղել է ժամանակին, բայց այս ակումբը իր մարտավարությունը ունի եւ իր ճանապարհը այսպես է պատկերացնում, թող մյուսները կան հասնեն։ Դու մեկ բան ասացիր, որ ֆուտբոլը բիզնես է, Հայաստանում նոր են հասկացել։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ երբևէ ինչ որ
ներդրողի կամ ակումբի, որը ֆուտբոլում ես չեմ ասում բուքմեյքերների խաղերը, որոնք բացահայտ մենք չգիտենք, որ խաղերին են դրվել ինչքան գումար, եթե փաստորով իմանայինք, խոսայինք, որ ֆուտբոլը բացի այդ տոտալիզատորներից բիզնես է եղել։ Բոլոր մարդիկ, ովքեր մեծ գումարներով մտել են, կոնկրետ Արտուր Սողոմյանը երբ այստեղ նու կարող ինքը շռայլ է մի քիչ այդպես ֆուտբոլին նայում էր որպես հոբի եւ այլն, բայց մեր եթերում ասաց, որ 20 միլիոն եվրոից ավել կորուստ է ունեցել Փյունիկի վրա, չնայած հաշվի առնելով, որ թիմը դուրս էր եկել խմբային փուլ եւ այլն։ Եվ եթե կողքից այսպես հաշվենք նաեւ Նոայի ծախսերը, դժվար թե այն գումարը, որ գալիս է խմբային փուլերում հանդես գալուց, հեռարձակումներից իսկ դու որ ասում ես ֆուտբոլը բիզնես է, դա քանի տարվա կտրվածքով ես պատկերացնում, որ որևէ հայկական ակումբ կամ ներդրող կարող է գոնե 0-ի բերել։ Առնվազն 10 տարի։ Այդ մարտավարությունը Նոայի հենց 10 տարով էր գրված քաղաքականությունը։ Եվ եթե 10 տարի նրանք այս տեմպով շարունակեն, արդեն կսկսեն մտածել եկամուտի մասին։ Իսկ եկամուտը ինչ է ներողություն, ֆուտբոլից եկած եկամուտը։ Դա խաղերի տոմսերի վաճառքն է, դա մարզաշապիկների վաճառքն է, դա տարբեր մերչերի վաճառք է, այսինքն ամեն ինչ ակումբը կարող է իր անվամբ վաճառել։ Կարող է ֆուտբոլիստների բերել, հետո վաճառել ավելի մեծ գումարով այլ ակումբի, բայց ոչ թե որ 20,000 դոլարի կամ եվրոյի օգուտ անի եւ ասի, «Այս ինչ լավ ստացեց, այլ շատ ավելի լուրջ գումարների մասին մտածի»։ Որ ես պատրաստեցի օրինակ, չեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի որևէ ակումբին հետաքրքրող ֆուտբոլիստի եւ նրան ինձնից գնեցին օրինակ 2 միլիոնով։ Այսա կլինի բիզնես արդեն։ Նոան ինքը կսկսի արդեն պայմանական նոան ասեմ, հա, կարող է մյուս ակումբներն էլ գան հասնեն այդ վիճակին 10 տարի հետո, դա Աստված որ ստացվի։ Ինքը մեր ակումբը կարող է արդեն մեծ գումարներով ֆուտբոլիստների բերել, որովհետև իրեն կազմ ուժեղացնել է պետք։ Արք ու վաճառք, այսա է բիզնեսը, որը ակումբը պետք է անի իր օգտին, այսինքն գնի ավելի քչով, վաճառի ավելի մեծ գումարով։ Այս ամեն ինչը հաշվի առնելով եւ քանի որ եղել ես Նոայի այսպես ենթակառուցվածքներում շփվել ես, Նոայի ղեկավարները քեզ լիովին գիտակցում են այդ քայլերի հերթականությունը, ինչքան դժվար ճանապարհ է սպասվում եւ որ ողջավորությունը, որովհետեւ մի քանի ակումբ տեսանք, որ ողջավորված այսպես հաջողություններից հետո կանգնեցին պատնեշի առաջ։ Շատ լավ են պատկերացնում, ես գտնում եմ, որ Վարդգես Վարդանյանը հասնելու է իր նպատակին, որովհետև երբ նրա հետ խոսում ես, դու զգում ես, որ այս նախագծի մեջ նա մտել է ոչ թե նրա համար, որ այս պահին իրեն դա պետք էր, այլ իսկապես նրան լրջորեն հետաքրքրել է ֆուտբոլային ակումբ ունենալու գաղափարը եւ նա այդ ակումբը պատկերացնում է միայն ամենավերևում, լավագույն մակարդակով։ Իհարկե չեմ կարող ասել ինչ կլինի 10 տարի հետո կամ 7 տարի հետո, բայց ես տեսա, որ նա պատրաստ է գնալ մինչև վերջ եւ չխնայել դրա համար ոչ մի բան։ Այո, գիտակցելով, որ շատ երկար ժամանակ կորուստներ են ֆինանսական լինելու, բայց դա մի օր վերադառնալու է, իսկ ֆուտբոլում դրան պետք է սպասել համբերատար, ես վստահ եմ նա կսպասի։ Աստված տա ամեն ինչ լավ լինի եւ մեր այսպես երկար զրույցի վերջում ամեն դեպքում փոքր, շատ փոքր այսպես հեռանանք մեր հայկական ֆուտբոլից 25 տարի է, չէ՞, մեկնաբան մոտապես թե ավել։ Մոտապես 25 տարի ես հիշում եմ, որ դու մեկնաբան 21, հա։ Եվ բնականաբար դրանից առաջ սիրել ես երկրպագել ես ֆուտբոլը։ 90-ականների, 2000-ականների եւ այսօրվա Այ հենց այդ ֆուտբոլն եմ սիրել ամենաշատ։ Քեզ համար է տեսում հարցնեի, ֆուտբոլը նույնն է։ Իհարկե ոչ, շատ է փոխվել եւ այսօրվա ֆուտբոլը այնքան է տարբերվում այն այսպես կոչված ռոմանտիկ տարիներից, ռոմանտիզմի տարիներից ֆուտբոլի, որ նույնիսկ եթե չլինեն հիմա 2-3 նախընտրելի թիմեր, ֆուտբոլ չեմ նայի կստացվի։ Ես հիմա հոգին է կորել թե այո, հոգին է կորել է գրավչությունը ֆուտբոլի, որովհետև հիմա ֆուտբոլիստները ավելի շատ կողմնակի բաներով են զբաղվում, քան բուն ֆուտբոլով։
դիմացկուն ուժեղ տղամարդկային բնավորությամբ ֆուտբոլիստներ շատ քիչ են մնացել եւ հետեւել դաշտում նրանց գործողություններին իսկապես այդքան հաճելի չէ, որքան նույն 90-ականներին։ Բայց ավելի ուժային չի դարը ֆուտբոլը։ Շատ է փոխվել, ուժային առումով է փոխվել։ Այո, առաջ ավելի շատ շեշտը դնում էին ֆուտբոլիստների անհատական վարպետության վրա, հիմա ամեն ինչ գծած է, հաշված է։ Մի տեսակ խաղային համակարգի է նմանվել, որ ինչ որ մեկը նստած ղեկավարում է ֆուտբոլիստների գործընթացը, ծրագիրը տալիս է, դու այս գոտում, դու այստեղ այսպես պետք է անես, եթե հանկարծ 15 րոպե հետո այսպես լինի, այսպես ենք անում, այսինքն ծրագրվում է, գնալով ավելի շատ է ծրագրվում ֆուտբոլը եւ ռոմանտիկա չկա, այսինքն մենք շատ քիչ ենք տեսնում ֆուտբոլիստների, որոնք կարող են վերցնել գնդակը 2-3 հոգու շրջանցել կամ մի հատ ինչ-որ գեղեցիկ ոչ ստանդարտ որոշում կայացնել, փոխանցում կատարել, ավելի շատ մարզչի բուն առաջադրանքը կատարելու վրա է հիմա։ Ես 10 տարի առաջ հիշում եմ այստեղ լեգենդների խաղի ժամանակ, հիշում եմ Սերվի Սողոմյան Արտուրի կազմակերպած ասուլիսի ժամանակ, երբ ԽՍՀՄ-ի թիմից հետո խոսում էին աշխարհի աստղերը, այնտեղ Ստոիչկով, Գատուզո, այդ սերունդի ֆուտբոլիստներ էր, ես նրանց այսպես ընդհանուր մեկ հարց տվեցի, որ ձեր ժամանակ այդքան մեծ գումարներ աշխատել հնարավոր չէր, մանավանդ 90-ականների սկզբին եւ այլն, հիմա ֆուտբոլիստները բոլորը միլիոնատերներ են։ Կուզենեք ձեր բախտը այնպես դասավորվել, որ հիմա խաղայիք ֆուտբոլ, այս մեծ գումարների մեջ, ճանաչելիության ինտերնետի, բոլորն ասացին ոչ, որովհետև ասացին մեր ժամանակ ֆուտբոլը դա ռոմանտիզմ էր, հենց այդ բառն էլ ասացին։ Երբ նայում էիր Ստոիչկովի խաղը, զարմանում էիր, ինչպես այդպիսի կառուցվածքով մարդը կարող է լավ ֆուտբոլ խաղալ, բայց նա գտել էր իր վազքի ոճը, շարժվելու ոճը, առանձնապես արագ չէր, շատ չէր տեղաշարժվում, բայց մի ֆանտաստիկ ցախ ոտք ուներ, որով հրաշքներ էր գործում։ Մեկը մի ուրիշ բան ուներ, այն մեկը ամեն մեկը իր յուրահատուկ ոճ ուներ եւ ֆուտբոլիստները գրավում էին մարդկանց իրենց տեսակով եւ բերում էին ֆուտբոլ։ Հիմա ինչը պետք է գրավի, չգիտեմ, ակումբի գեղեցիկ մարզահագուստը թիմի կամ ինչ որ գեղեցիկ անունը, նման բաներ կարող են գրավել, բայց շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որ շատ քիչ ֆուտբոլիստներ հիմա ասեք թվարկի ժամանակակից ֆուտբոլի համաշխարհային 10 ուժեղագույն խաղացողների երևի 10-ով էլ կսահմանափակվեմ, այսինքն 50-ից 100-ից կամ 200-ից չեմ ընտրելու ինչպես ժամանակին էր, էլի։ Իսկն շատ հեշտ է դարձել գտնել այն առանձնացող ֆուտբոլիստներին, որոնք եղանակ են ստեղծում։ Ինձ թվում է մեզ մոտ ինչ որտեղ հետաքրքիր զրույց ստացվեց եւ գուցե ինչ որ բան մեր զրույցը կտա հայկական ֆուտբոլին, եթե դա լսեն իհարկե կոմպետենտ մարդիկ, ես միշտ վերջում փոքրիկ բլից եմ անում, ինձ համար գիտես բլիցը մարդուն այսպես բացահայտելու լավագույն տարբերակն է, որովհետեւ մարդը երբ պետք է արագ պատասխանի առանց մտածելու, նա միշտ ասում է այն ինչ իր սրտից է։ Որ խաղից հետո է սիրահարվել ֆուտբոլին։ 1994 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ Միլան Բարսելոնա, Միլանը հաղթեց 4-0 հաշվով։ Ես այդ խաղից հետո հասկացա, որ տխրեցի, ինչ որ բան ինձ հետ կատարվեց, դուրս չեկավ ու այդ պահից ես Բարսելոնայի կողքին եմ։ Կրոյֆին երևի այդ ժամանակվանից։ Կրոյֆը մարզիչն էր, այո, ես նրա խաղը իհարկե չհասցրի տեսնել, միայն տեսագրությամբ, բայց որպես մարզիչ տեսա։ Ամենաանարդար խաղը, որ տեսել ես ֆուտբոլում։ Համաշխարհային ֆուտբոլ, դե միջև վառ համակարգի կիրառումը շատ են եղել, բայց ամենա, այսպես ինձ ցավեցրած անարդար խաղը դա Եվրո 2012-ի ընտրական փուլի Մակեդոնիա-Հայաստան խաղն էր, որ ավարտվեց 2-2 հաշվով եւ այնքան անարդար էր ինձ համար, որ մենք բազմաթիվ գոլեր չխփեցինք ու չհաղթեցինք այդ խաղում, վերջում բաց թողեցինք մի հատ։ Ինձ թվաց կասես Իռլանդիայի արտագնային դրվագի պատճառով։ խաղը Իռլանդիայի խաղը չէ, այդքան չեմ համարում անարդար, որովհետեւ փաստ չէ, որ չլիներ Բերեզովսկու կարմիր քարտը մենք կհաղթեինք եւ փաստ չէ, որ եթե հաղթեինք, հետո անցումային խաղում հաղթելու ենք, դուրս են գալու Եվրո։ Դա հույս էր ընդամենը։ Իսկ եթե բուն խաղի մասին եմ խոսում, դա ուղղակի անարդար ոչ ոք էր ինձ համար։ Ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ գոլը։ Ես վստահ եմ, որ հիմա ինչ որ գոլ կասեմ, որ հետո 20 այդպիսի գոլ էլ կհիշեմ, Մարադոնայի գոլը
86-ի եզրափակ։ Արգենտինայի, Անգլիայի, այո։ Եզրափակ չեմ, քառորդ եզրափակ չեմ իհարկե։ Ամենա Ոչ ձեռքով գոլ է, էլի։ Դրա համար ես մեզ շեշտել ես ասի Արգենտինայի ամենագերագնահատված ֆուտբոլիստը։ Ինչ բարդ հարցեր եք տալիս բլիցի ժամանակ։ Ազարորին։ Չէ, ես Ազարը չեմ անում գերագնահատել, դա Չելսիում նա բացվեց լիարժեք, բայց որ շատ են սպասել ու ըստ էության լավ հիմա այսպես ասեմ դեռ իհարկե նրա կարիերան նոր է սկսվում, բայց կարծում եմ շատ է գերագնահատված Լամին Յամալը։ Ամենաչգնահատված ֆուտբոլիստը։ Դավիթ Մանոյանը։ Որովհետև տարբեր պատճառներ եղան ու այդ թվում ծանր վնասվածքը, բայց գնահատել ամբողջությամբ նրա հնարավորությունները այդպես էլ չկարողացան։ Համաձայն եմ։ Ամենալավ մարզիչը։ Էլի ֆուտբոլի պատմության։ Դե հոկեյի չէ։ Չէ, ես կոնկրետ ժամանակահատված չեմ ասում։ Ինչ ֆուտբոլը ստեղծվել է։ Ընդհանրապես մարզչի աշխատանքը տիտղոսներով են գնահատում, բայց ինձ գրավելով պետք է գնահատականը տամ ու ինձ ամենահոգերազատ ֆուտբոլը ստեղծելու շնորհիվ Խոսեփ Գվարդիոլա։ Ես չէի հասկացում որ նրան ես ասելու լավագույն ֆուտբոլիստը էլի Լիոնել Մեսսի։ Իսկ երկրորդը եթե դու երրյակ պիտի կազմեիր։ Չէ, ես երրյակ ասում եի այսօրվա ֆուտբոլիստների տասնյակ կկազմի։ Չէ, պատմության լավագույն առաջինը Մեսսին է, երկրորդը, երրորդը։ Մեսսի, Կրույֆ, Մարադոնա կամ Պելե այսպես երրորդ երկուսից մեկը ծածծես ճաշակի։ Հայրիկից դուր կգա երրյակը լավագույն դարպասապահը։ Իգեր Կասիլյաս։ Քո սիրած ֆիլմը։ Իմ սիրած ֆիլմը։ Սա կարա ֆուտբոլի պատմության մեջ էլ ընդհանուր։ Հասկանալի է, բայց ընդհանրապես ես այտենց կինոման չեմ, թեև շատ սիրում եմ։ Բայց մի ֆիլմ չսիրես էլի, չլինի մի ֆիլմը։ Հա, իհարկե, շատ ֆիլմեր կան, որ շատ եմ սիրում։ Հիմա մի բան կասեմ, բայց վստահ եմ հետո ավելի շատ բաներ եմ հիշել, դա պետք է ասեի, Գլադիատորը։ Գիրքը քո սիրած։ Կոմս Մոնտե Քրիստո։ Ամենասիրած դերասանուհին։ Պենելոպա Կրուզ։ Սիրածդ երգը։ Թող լինի Europe խմբի Final Countdown։ Ամենագեղեցիկ քաղաքը, որում եղել ես։ Ամենագեղեցիկ, որում եղել եմ։ Գիտեք, օրինակ շատերը Բարսելոնան են ասում, որ եղել են ամենագեղեցիկը, բայց ես չեմ կիսի այդ կարծիքը, որովհետև կարծում եմ ավելի գեղեցիկ քաղաք եղել է իմ կյանքում եւ եթե չենք հաշվում Երևանը իհարկե, դա կարող է լինել օրինակ Վիեննան։ Աստուն հանդիպելիս ինչ կհարցնեիր նրան։ Ես գիտեմ այդ հարցի պատասխանը, ինչ կհարցնեի։ Ինչու է կյանքում շատ բան այսքան անարդար։ Եվ վերջին հարցը, հավատում ես, որ առաջիկա 2 տարում հայկական ֆուտբոլում ինչ բան կփոխվի դեպի լավը։ Ոչ։ Ոչ։ Ոչ թե որովհետև վատատես եմ, այլ որովհետև 2 տարում այսքան բան կտրուկ չի փոխվում ուղղակի։ Ես շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ նաեւ ուզում ասել, որ շատ ողջունելի է, որ դու լինելով հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար կարող ես այսպես անկաշկանդ խոսել, դա խոսում է նաեւ ինչ որտեղ խոսքի ազատության մասին։ Հուսամ առաջիկայում էլի կհանդիպենք եւ կխոսենք։ Հուսանք, շնորհակալություն։